Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է եւ կխնդրեմ դիմացը լսել, որովհետեւ առաջարկ ունեմ անելու, իհարկե աշխատանքի առաջարկ է, բայց դերձակներին է վերաբերվում, ովքեր որ դերձակ չեն կամ ուղղակի ծանոթ ունեք դերձակ, կարող եք նաեւ լսել, եթե բացարձակապես կապ չունեք, կարող եք արդեն անցնել ձեր կենթանակերպի նշանին։ Որովհետև ինձ հարկավոր է դերձակ, ով որ կհանի լեկալներ, այսինքն այնպիսի լեկալներ, որոնք որ ինձ են հարկավոր, ես նկար ուղարկում եմ իրեն կամ ձեզ, եթե դուք եք դերձակ, և դուք հանում եք այդ հագուստի, հիմա կլինի յուբկա, կլինի վերնաշապիկ, հանում եք այդ լեկալները, և կամ երբ որ ես եմ Հայաստանում, ես եմ վերցնում, կամ երբ որ ես չեմ Հայաստանում, ինչ-որ մեկն է վերցնում, մի խոսքով ուղարկում են ինձ, ինձ հարկավոր են այդ լեկալները պատրաստի, տարբեր չափսերի համար, ռազմերների համար, եթե դուք վստահ եք, որ կկարողանաք այդպես ստանալ տարբեր չափսեր, և որ ստանդարտ այդպես կնստի, ինքը ստանդարտ չափսեր է ինձ հարկավոր, ոչ թե ինչ-որ այնպիսի մի բաներ, որ մարդկանց չափսերին է համապատասխան, չէ։ Ուղղակի ստանդարտ չափսեր, օրինակ մանկական երեխաների, 1 տարեկան, 2 տարեկան այդպես։ Եվ նաև ուզում եմ նշել, որ պետք է անպայման լինի պայմանագրով կնքված, որպեսզի այդ լեկալները այլևս ոչ ոքին չտրամադրվի։ Եթե դուք վստահ եք, որ կկարողանաք պայմանագիրը չխախտել, անել բոլոր պայմանագրի կետերը, այսինքն այդ լեկալները չտարածել, չտալ մեկ ուրիշին այդ նույն օրինակ յուբկայի լեկալը, նույն վերնաշապիկի լեկալը եւ այլն, ապա կարող ենք միասին աշխատել շատ երկար, որովհետեւ ինձ անընդհատ անհրաժեշտ կլինի հատկապես մանկականը։ Մեծերի համար այդքան չէ, հնարավոր է մեծերի համար, բայց դա հետո արդեն ով որ ես կհամարեմ իրեն հստակ դերձակ, կհասկանամ ինչպես է ինքը աշխատում, ապա նաև կցանկանամ մեծերի համար լեկալ։ Նշված հեռախոսահամարով կարող եք գրել ինձ, կարող եք մեկնաբանությունում նայել, որտեղ սրա ժամերը սովորաբար լինում են մեկնաբանությունում, ժամերից հետո նշված կլինի տվյալները, նաև իմ մյուս ալիքների հղումներն է լինում, այնտեղ նաև կլինի հեռախոսահամարը, որով որ կարող եք կապ հաստատել։ Կգրեք, ովքեր որ դերձակ են, գրեք արժեքները, գրեք օրինակ յուբկան, լեկալները, մոտավորապես մինչև 1-ից մինչև 10-11 տարեկան և ավել դեռ հետո հնարավոր է, սկզբում դեռ ոնց որ մինչև 10 հաշվենք, ինչքանով կանեք այդ լեկալները 1-ից 10 տարեկանի համար, յուբկան, վերնաշապիկը, մայկան, այնտեղ, չգիտեմ, վերարկուն, ժակետը, կոստյումը եւ այլն, այդ ամեն ինչի բոլոր արժեքներով խնդրեմ կներկայացնեք ինձ, ովքեր որ ցանկանում են։ Ինձ չի հետաքրքրում դուք ունեք ֆիրմա, չունեք ֆիրմա, սա ֆիրմայի հետ բացարձակապես կապ չունի, ձեզանից ոչինչ չեմ գնում ինձ մոտ վաճառելու համար, ես ձեզանից գնում եմ ընդամենը լեկալներ։ Եվ պետք է իրար նաև ճիշտ հասկանանք արժեքի պահով, որովհետև ամեն ինչ ունի իր արժեքը, եւ կխնդրեմ եթե դուք համարում եք ձեր լեկալ հանելը մեկ լեկալը 10,000 դրամ, ուրեմն լավ կլինի չգրեք, որովհետև ես այդ նման արժեքներ վճարողը չեմ։ Ամեն ինչ ունես կյանքում ունի իր արժեքը, եւ լեկալ հանելը ընդամենը դերձակի համար 15 րոպե է։ 15 րոպե։ Հատկապես հետո, երբ որ ընդամենը լեկալները լինում են 1 սանտիմ ավել երկարությունը կողքերից, ես ինքս էլ դերձակ եմ, ամեն ինչ շատ լավ գիտեմ։ Դրա համար հասկանանք այս պահերը նաև, ովքեր որ ուզում են միանգամից շատ մեծ գումարներ վաստակել, ուրեմն կարող եք ուրիշին, փնտրել, ոչ թե ինձ։ Շատ թանկ ինձ մի գրեք։ Եվ վստահ պետք է լինեք ձեզ վրա, որ յուրաքանչյուր յուբկայի դիզայն կամ վերնաշապիկի դիզայն կամ մեկ այլ հագուստի դիզայն կկարողանաք ճիշտ հանել տալ։ Դրա համար ես կարող եմ ձեզանից ընդամենը գնել 1 հատը, փորձել, կարել, Հայաստանում լիքը դերձակներ կան, ովքեր որ կկարեն,
Կարեն, տեսնեմ ինչպես է նստում, ճիշտ է, լեկալը ձևված, հետո նոր միասին աշխատենք։ Նաև հետպես էլ կլինի։ Իհարկե, ում արժեքները, որ համապատասխանի իմ ցանկությանը, որովհետև էլ եմ ասում, մարդիկ կարող են մտածել, որ վայ դրսում ապրում, որովհետև կար այդպիսի մի դեպք, ես ցանկության տեսանյութում եմ ասել, որ այդ հագուստը իրական արժեքը 400 եվրո է, բայց ինքը 500 եվրո միայն ուզեց 200,000 դրամ, որը հիմա համարժեք է 500 եվրո, թող լինի 480 կամ 490, ուզեց միայն կարելու համար։ Ոչ մի բարդ աշխատանք չկա, սովորական բլուզ յուբկի հետ էր, իրար կպած։ Ով որ դերցակ է շատ լավ գիտի դա ինչպես է կարվում։ Ես ուղղակի ուզեցի ճշտեմ արժեքները։ Մյուսը 100,000 դրամ էր, մյուսը 200,000 դրամ էր։ Դե բնականը նայելով էջից տեսավ Սիդնեյ։ Սիդնեյ է գրված, ուրեմն ահա, որ Սիդնեյում ուրեմն կարելի է ավելի կրակել։ Կրակելով չի։ Արժեքներից սա շատ լավ հասկանում եմ։ Այնպես որ ովքեր վստահ են, որ կարող են ինձ հետ պայմանագիր կնքել եւ վստահ են, որ կարող են հանել յուրաքանչյուր լեգալ, ապա կսպասեմ ձեր նամակներին այդ Viber-ի համարին։ Դեռ չգիտեմ կկարողանամ նաեւ Telegram-էլ, WhatsApp-էլ ունենալ։ Դեռ կփորձեմ, եթե հնարավոր կլինի, դուք կարող եք փորձել նաեւ WhatsApp, եթե հնարավոր լինի, կարող եմ բացել, դե չգիտեմ։ Դեռ բայց Viber-ը աշխատում է, կարող եք գրել։ Ովքեր որ կցանկանան միասին աշխատենք։ Իսկ հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, հաջորդ շաբաթվա կանխատեսումն է սա, օգոստոսի 10-ից 16-ը, ընկնում է խավարման ժամանակը եւ խավարման միջանցքը։ Ժամանակահատվածում գիտենք բոլորս, որ ինչը կարելի անել, ինչը չէ։ Շատ եմ խոսել այդ մասին, խավարման օրվա մասին, խավարման միջանցքի մասին նույնպես։ Եթե որոշեցիք բաժանվել, ապա կարող եք 18 տարի չմիանալ, եթե որոշեցիք ոչ գործ անել, եւս կարող եք 18 տարի անել դա այդ գործը լինի թե չլինի, դուք կախման մեջ եք լինելու այդ գործից։ Կարող եք այդ գործը չանել հետագայում, որովհետեւ այն ձեզ օգուտ չբերի, բայց դուք 18 տարի կախման մեջ կլինեք այդ գործից։ Դրա համար յուրաքանչյուր բան են, ինչ որ հստակ վստահ եք, որ ուզում եք անել, ապա արեք։ Եթե ոչ, ապա ոչ, եթե վստահ եք, որ այլևս չեք կասկածելու կամ չեք փոշմանելու, որտեղ անձնավորությունից բաժանվեցիք, ապա արեք։ Որտեվ հետո փոշմանեցիք, հետադարձ ճանապարհ չկա խավարման ժամանակ։ Այսքանը երևի եւ խավարման միջանցքում նույնպես։ Սա աճող լուսին է, դրանից հետո, որովհետեւ հիմա լինելու է արևի խավարում, դրանից հետո լինելու է աճող լուսին, ինչքան որ աճում է, այնքան մարդու գործունեությունն է նույնպես աճում եւ դրա համար ձեր բռնած յուրաքանչյուր գործ այս երկու շաբաթվա ընթացքում նա կաճի, բայց դուք արդյունքները հետո եք տեսնելու, ոչ հիմա։ Ձեր մտածմունքները կարող են ավելի զարգանալ, ավելի փոխեք այն ինչ որ ուզում եք։ Դե տեսնենք սա անելուց հետո հավանականությունը շատ մեծ է, որ նաև կլինի խավարման մասին տեսանյութը։ Այնպես որ կարող եք հետևել նաև աստղաբանության ալիքում հղումները կան մեկնաբանության բաժնում, որ հետաքրքիր է կարող եք նայել։ Իսկ մենք շարունակենք, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում, այս անգամ ընտրել եմ այս քարտերը։ Այն քարտերը բավականին խոսուն են եւ շատ լայնածավալ են նրանք սահմանված չեն շաբաթվա կանխատեսմանը ըստ ինձ։ Այս քարտերը իրենք ավելի հեշտ են եւ ցույց են տալիս մարդու օրվա գործը կամ թեկուզ եթե շաբաթվա գործը եւ ավելի հեշտ է հասկանալը եւ ձեզ ավելի հեշտ հասկանալը թե ինչ է ձեզ սպասվում, գումար կստանաք, չեք ստանա եւ այլն եւ այլն։ Քան տարո քարտերն նրանք ավելի մի տեսակ գլոբալ են, նրանք որևիցե հստակ հարցի են պատասխանում, հստակ ինչ որ մի թեմայի են պատասխանում, ոչ թե ուղղակի էս մեր առօրյան ավելի շատ սա է։ Այնպես որ մշտապես սրանով կանանք։ Դե տեսնենք, ինչ է սպասվում բոլորիս։ Կսկսենք խոհերից։
Ինչ է սպասվում խոյրին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը հավատարմությունն է, ընկերը, ընկերական շրջապատը, ընկերական հավաքույթները, յուրաքանչյուր ձեր շրջապատի մարդկանց հավատարմությունը ձեր նկատմամբ, ձեր երկրորդ կեսի հավատարմությունը, հավատարիմ մարդկանցով ուղղակի կարող շրջապատված լինել, ավելի հարազատ մարդկանց հետ շրջապատված լինեք։ Իրենց հետ կապված ինչ որ հարցեր կան, հիմա մնացած քարտերը ցույց կտան։ Ինչ է սպասվում խոյերին այստեղ նոր ծանոթության ոմանց համար եւ շատ հավատարիմ ոչ է մեկի հետ կարող ծանոթանալ, երկու սեռի ներկայացուցիչներն է կարող են ծանոթանալ, այստեղ կապ չունի, որ աղջիկ է ընկել։ Նաեւ ոմանց տուն կարող է ինչ որ մի աղջիկ գալ, մնալ այս շաբաթ, ձեր քրոջ երեխան կարող է լինել, ձեր երեխան կարող է լինել թոռը գա եւ այս մինչեւ դպրոց գնալը վերջին շաբաթները, հա, գա ձեր տանը, տատիկի տանը մնա, կամ ոչ կա ձեր աղջիկը ուզում է ամուսնանալ, նշանադրվել, իր հետ կապված, հա, ձեր երեխայի հետ կապված, բայց հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք այս շաբաթ, կարող գնում եք գնումներ կատարելու։ Դե նաև ցույց է տալի այսպես թե այնպես ձեր երկրորդ կեսի հավատարմությունը այստեղ։ Կարող են ավելի շատ ձեր ընկերները գալ այս շաբաթ ձեր տուն, կամ դուք գնաք, այդպես գնալ գալ բավականին շատ լինի։ Աշխատանքի վայրում ուշադիր եղեք, կարող եք վիճել եւ կորցնել նաև ձեր հավատարիմ ընկերներին, նաև ձեր հեղինակությունը կարող եք կորցնել, որ ոնց որ միշտ բարի, միշտ այսպես ու մեկ էլ հանկարծ վեճի ինչ-որ բառեր ասեք, հա, վեճի ժամանակ, եւ դա ձեզ համար ճակատագրական լինի։ Նաեւ դա մաքրություն է։ Ովքեր առանձին են աշխատում, կարող է ձեր աշխատանքի վայրը մաքրեք։ Բայց նաեւ դա չի բացառվում աշխատանքի ընդունելության համար վիճեք, աշխատակիցների հետ, տնօրենի հետ, մենեջերի հետ։ Նաև ձեր հենց մեկի ում հետ որ կարող սովորեցնում եք կամ ինքն է ձեզ սովորեցնում իր հետ վիճեք, ով որ ավելի մտերիմ է ձեզ դարձել, դա եւս հա պետք է ուստեղ հաշվի առնեք։ Կամ ուղղակի մաքրում եք, որովհետեւ հա շատ բան է կուտակվել, թեկուզ հա եթե ինչ-որ միտեղ եք աշխատում, կարող է ձեզ ասում են մաքրեք ձեր աշխատանքի վայրը, մաքրության շաբաթ են հայտարարում այս շաբաթը։ Գումարի մասին բավականին շատ կխոսեք, նաև անհանգստություն կա ինչ-որ չափով, գուցե դժվարություններ կան, չգիտեմ, բայց անհանգստություններ նույնպես կան, նաև կարող քննարկել, վերլուծել, ինչ-որ մեկի հետ խորհրդակցել գումար արժեքի մասին կամ ձեզ կարող են անդադ հարցնել, եթե դուք ապրանք եք վաճառում, ձեզ կարող են անդադ հարցնել արժեքը, նաև ուղղակի խոսեք, վերլուծեք, գնեք արդյոք սա թե ոչ, ինչ-որ մեկի հետ գինը իջեցնեք, այդպես ինչ-որ խոսակցություններ տանեք նաև։ Կամ այստեղ ձեզանից կարող են գումար վերցնել, կամ ցանկանալ, կարող ձեզ համար շատ մտերիմ մարդ ձեզանից գումար է ուզում եւ դուք քննարկում եք ձեր ընտանիքի անդամների հետ արժի տալ, թե ինչպես, որ տվեցինք, օրինակ, ուրեմն դա պետք է լինի անվերադարձ, որտեղ մոտիկ մարդ է դու չես կարողանա ուզես, այդպես է, չէ՞, պարտքի պատճառով միշտ վեճ է առաջանում։ Քննարկումները շատ են, բայց ինձ թվում է ավելի շատ գումար վաստակելու ու գումար ծախսելու մեջ է, սա ավելի շատ։ Դե գումարը կարծես չի գալիս սրանով։ Չնայած հնարավոր է նաև ինչ-որ նորություն լսեք, ինչ-որ մի բան լսեք գումարի հետ կապված։ Իսկ առողջության համար սա հորմոններն են, կանացի եւ տղամարդկանց հորմոնները, ուշադրություն դարձրեք։ Վահանաձև գեղձին, այդպես յուրաքանչյուր հորմոն, նաև այստեղ սեռական ուղիները նույնպես, որովհետև սա որ ընկնում է վարակը նույնպես։ Այստեղ կարող է ովքեր որ միայնակ են, հատկապես տղամարդիկ կարող են շատ գայթակղվել, ընդհանրապես խոյ տղամարդկանցից շատերն են այդպես, ես չգիտեմ ում ամուսինն է խոյ թե ինչպես է նա, ամուսնանում են իրենք արդեն լրջանում են, բայց մինչև ամուսնանալ իրենք բավականին շատ աղջիկների հետ են տալիս առնում։ Այստեղ նույնպես, հա, պետք է ուշադիր լինել վարակի հետ կապված։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը աղջիկ է։ Ձեր աղջիկն է, ձեր քույրն է, ձեր մայրն է։ Տեսնենք ինչ կապ կա այս աղջկա հետ։ Միգուցե մենեջեր է, միգուցե այդ աղջկա հետ այս շաբաթ ավելի շատ եք աշխատելու, խոսելու, հանդիպելու։ Միգուցե ինչ-որ բան եք սովորեցնում իրեն, ինքն է ձեզ սովորեցնում։ Տեսնենք ով է, միգուցե ոմանց համար սա նոր ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Ունեք, այսպես թե այնպես շո մարդկանց համար սա ծանոթություն է նաև։ Ֆիգուրները բավականին շատ են այստեղ։ Ուրեմն, նոր ծանոթություն ոմանց համար, ոմանց տղան կարող է բանակից գալ, ամուսինը գա, գուցե ինչ կապ ունի, բանակից է գալիս, մեծ տարիքում է գնացել, վերադարձ, կամ կարող ձեր եղբայրն է գալիս, ինչ-որ մի տղամարդ է գալիս է մեկ շաբաթ մնում է ձեր տանը, կամ դուք եք գնում այնտեղ մնում իրանց տանը, ձեր եղբայրը ընտանիքի հետ եք մնում այս մեկ շաբաթը։ Նաև կարող է ցույց է տալիս, որ ամուսնու հետ շատ շփում կլինի, ընկերոջ հետ շատ շփում կլինի, խոսակցություններ կլինեն։ Աշխատանքում մի քիչ այստեղ ուշադիր պետք է լինեք, խոչընդոտներ կան, կամ աշխատանք գտնելու մեջ է սա խոչընդոտները, կամ հենց բուն աշխատանքի վայրում է, միգուցե ոչ է կնոջ հետ է խոչընդոտները, խնդիրները։ Դա եւս, հա, այդպես հաշվի առեք։ Կամ գնում եք դիմացը փակվում է, ճիշտ է սա լաբիրինթի քարտը չի, բայց այլի խոչընդոտներ կան։ Կամ ինչ-որ մի բան եք ուզում անեք, օրինակ տանը, հա, աշխատում եք եւ ինչ-որ մի բան պակասում է։ Դա ձեզ համար արդեն ոնց որ խոչընդոտ է, չունեք դա, որպեսզի աշխատեք։ Դա է ձեզ համար խոչընդոտ ստեղծում։ Իսկ գումարային առումով այստեղ տղամարդու հետ է կապված, տղամարդու կարող է գումար տալ, ինքը ձեզ գումար տա, կամ տնօրենն է սա, գումար է փոխանցում, կամ խոսում եք գումարի մասին, կամ հաճախորդ կարող է լինել, ում հետ որ արժեքի մասին եք խոսում, գումարի մասին եք խոսում, ու ամուսնու հետ եք նստած քննարկում, գումարային հարցեր եք քննարկում։ Դա ավելի շատ ֆիգուրներ են, ոնց որ մարդիկ են, ավելի շատ, քան ձեզ մոտ իրադարձություններ։ Իրադարձությունները հստակ կապված են ոչ անձնավորության հետ, ոչ թե ինչ-որ մի իրավիճակի։ Նայեք նաև ձեր լուսնային նշանը կարող է այնտեղ ավելի էմոցիոնալ առումով ավելի կարևոր բաներ լինի, քան բուն նշանը։ Իսկ առողջության վերաբերյալ ուշադրություն դարձրեք ձեր աղիներին, արյան շրջանառությանը նույնպես ինչ-որ չափով, այդ ավելի շատ այստեղ աղիներն են, երակները, իմ առումով կարող եմ ասել, դասերի էի ոտքերս բավականին ուռել են, որովհետև երկար ժամանակ չէի կանգնել եւ կանգնելուց ոտքերս բավականին ուռել էին, կանգնած պետք է նայի դասերը, այդպես դա նույնն է, էլի ինչ-որ չափով երակներ, մկաններ, ինչ-որ բաներ, որոնք հա եւս այստեղ նույնպես ստամոքսը յուրաքանչյուր աղիներ են, 12 մատնյա կլինի, ինչ կլինի, կարող է նաեւ խցանում լինել, այս շաբաթ կարող է նաեւ հակառակը ավելի թուլանա, օրինակ ձեր փորը, ստամոքսը, աղիները, խոսքով, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 10-ից 16-ը։
գումար կամ գումար է գալու, գումար եք ծախսելու, գումարի մասն եք մտածելու, խոսելու, քննարկելու, ինչ-որ կարևոր հարցեր կան միգուցե։ Դա նաև գումարային, ոչ թե գումարային, այլ ֆինանսապես ապահովված ոչ է մարդու հետ կարող ծանոթանալ այս շաբաթ։ Ինչ է սպասվում եկվորյակներին։ Դա մարել գումարն ընկել։ Ուրեմն ընտանեկան կյանքը հիանալի է, առանց որևէ խնդիրների, նաև ինչ-որ բան էլ տեղի կունենա, որը որ ձեզ կուրախացնի բավականին շատ, էներգիա կտա, էներգիայով կլցվեք։ Դա կարող է լինել նոր ծանոթություն, ոչ է մեկի վերադարձ, ոչ է շփում կարևոր ձեզ համար, ինչ-որ մի կարող է ընտանեկան առիթ է, որը ևս ձեզ ուրախություն է պատճառում։ Եվ աշխատանքի բերումով այստեղ աշխատանքի վայրում կարող է լինել խնջույք։ Աշխատանքը կարող է կապված է հասարակական գործունեության հետ, շատ մարդկանց հետ։ Այստեղ կարող է գումարային թեմա է, միգուցե արքու վաճառք է, այդպես այդ գործարքները կանեք։ Նաև կարող է բիզնես ունեք, բիզնեսը նույնպես է, այստեղ կարող է ծաղկել, ավելի հանրայնանալ, ավելի շատ մարդիկ իմանան ձեր բիզնեսի մասին, ձեր գործունեության մասին։ Աշխատանքը նույնպես է, կարող է այս շաբաթ պետք լինի ելույթ ունենալ որևիցե մի տեղում, ձեզ ցույց տալ։ Եվ դրանով նաև գումար վաստակել, կարող է ինչ-որ մի հիմնարկություն եք ներկայացնում։ Կամ ձեր հիմնարկությունն եք ներկայացնում, հավելյալ բոնուս են ձեզ տալիս։ Ամեն դեպս ովքեր որ նման աշխատանքով են զբաղվում մարդկանց հետ, ապա ոնց որ ավելի դա կընդգծվի, ավելի շատ կլինի այդ դա ձեր կյանքում։ Հատկապես եթե հենց կոնկրետ հաճախորդներ են, սոցհարթակ եւ այլն մարդիկ կարող են գրանցվել, ավելի շատանալ։ Եվ գումարը այստեղ դրա համար էր ավելի շատ ընկել, որովհետև գումարին մատերի արանքով եք նայում, լուրջ չեք վերաբերվում, այստեղ ոմանք նաև կարող են գնալ խաղալ, հենց կոնկրետ խաղալ եւ կազինո եւ ոչ է կարող է երեխաներին եք տանում խաղասրահ, այնտեղ կարող եք շատ գումար ծախսել։ Եվ գումարին ուղղակի լուրջ չեք վերաբերվում, այսինքն ծախսում եք այնպես, ինչպես ձեզ է հարմար։ Եվ հետո, ոնց որ սա խաղ է, այգուն հետո կարող եք մնալ առանց գումար կամ առանց այնքան գումար, որ նախատեսված չի մեկ ամիս ապրելու համար եւ այլն, այստեղ կարող է արդեն խնդիրներ առաջանալ ձեզ մոտ ֆինանսապես։ Նման ավելի լուրջ։ Եվ այստեղ մեկ ակնթարթ, միգուցե գումար մտնի ձեր տուն, մեկ ակնթարթ գումար ծախսեք։ Այդպես տեսնեք ինչ-որ մի բան, ու չնայեք արժեքը, չնայեք ինչ-որ մի բան, այ ինչ իրականում արժե էր դա, այդքան թե ոչ, ու գնեք միանգամից։ Իսկ առողջությունը այստեղ հետևում եք, կարծես թե միանգամից գնում եք գուցե սպորտի, զբաղվում եք ձեր առողջությամբ։ Նաև կարող եք սկսել ավելի առողջ ապրելակերպ վարել այս շաբաթ, ավելի ճիշտ սնվել։ Այսքանը ձեզ համար ըստ ինձ հիանալի շաբաթ էր, ուղղակի այստեղ գումարային պահն է, որ կամ դա մեկ ակնթարթ ինչ-որ բան է տեղի ունենում, կամ արդեն այստեղ դուք կարող է լուրջ չվերաբերվեք, ծախսեք որքան կարող եք, չէ՞ վերջին շունչը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 10-ից 16-ը։ Սա առողջությունն է, որով կզբաղվեք այս շաբաթ, ընտանեկան կյանքն է, ծնողներն են, ոմանք ընտանիք կարող են կազմել, միգուցե ձեր հարսանիքն է, կամ ձեր ընտանիքից ոչ մեկի հարսանիքն է։ Սա նաև ընտանիքը ընդլայնվում է, ոմանք կարող են երեխաներ ունենալ, հղիություն լինի։ Վիրահատություն նույնպես այս շաբաթ կարող եք գնալ սպորտի, բայց միայն այս շաբաթով չէ, կարող ուղղակի սկսում եք այս շաբաթ։
Տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին։ Դե ընդհանուր վատ շաբաթ չէ, լավ շաբաթ է ձեզ համար։ Հավատարմություն է ցույց տալիս ընտանիքում, այնպես որ ընտանիքի բոլոր անդամները ձեր հետ ավելի հավատարիմ կլինեն, նաև ցույց է տալիս ձեր զույգի հավատարմությունը ձեր նկատմամբ, այստեղ ընկերներն են, նաև որ ընկերները կարող են ավելի շատ այցելել ձեր տուն կամ դուք գնաք ավելի շատ իրենց տուն այս շաբաթ, տուն գնալ գալը, նաև կա ընտանիքներով որոշեք ընկերություն անել, նոր ընկերներ ձեռք բերեք ու ընտանիքի հետ ծանոթանաք նաև։ Դա եւս ինչ կողը ձեր ընկերն է, ում հետ որ ուղղակի ընկերություն եք անում եւ ձեզ սիրո խոստովանություն անում, ասում է իր զգացմունքների մասին, ասում է նաև կարող առաջարկում է նաև ընտանիք կազմել։ Միգուցե այստեղ։ Ընտանեկան հարաբերությունը եւս ընկերական կլինեն, մեկը մյուսին շատ լավ կհասկանա։ Ոչ ոքի վրա չի գոռա, չի հրամայի։ Աշխատանքի վայրում կամ հենց տեղում այնտեղ առիթ է, որը նշում եք, կամ հասարակական գործունեություն է, որով կզբաղվեք, միգուցե ընտանեկան, ոչ թե բիզնեսն եք առաջ տանում, ընտանիքի հետ եք կապված կամ ընտանիքով եք անում այդ գործը, որոշում եք ընտանիքով բլոգեր դառնալ եւ վարում եք, վլոգներ եք վարում, ցույց եք տալիս ձեր ընտանեկան կյանքը։ Կամ աշխատանք է սա կարող է օրինակ առողջության հետ կապված աշխատանք լինի, որը ներկայացնեք հանրությանը, որ ինչ որ սոցցանցերով անեք, սոցցանցերով աշխատեք, շատ մարդիկ իմանան առողջությանը կամ ընտանիքի միավորմանը, միգուցե հոգեբան եք եւ որոշում եք հիմա հոգեբանություն ասել Facebook-ով, դե շատերն են հիմա այդպես ցույց տալիս Facebook-ում իրենց հոգեբանական ունակությունները, ինձ թվում է ինչ-որ չափով սխալ է նաև, դե գովազդի առումով, կարող են մարդիկ գովազդ անել, եթե դուք անում եք ոչ է նման հասարակական գործեր, մարդկանց հետ եք աշխատում, միգուցե նաև գործերը դանդաղ են ընթանում, բայց պետք չի անհանգստանալ, դա ավելի շատ արմատներ է խրում, քան ինքը կարող է առաջ գնալ։ Հետո կզգաք արդյունքը, ոչ կարող է հիմա, հետո։ Գումարի հետ կապված սա լավ քարտ է, որ մանրուքներն եք ուսումնասիրում, այսինքն յուրաքանչյուր ծախս անելուց առաջ այս շաբաթ ավելի շատ կխորանաք, բայց արժի, չարժի, միգուցե նաև ոմանք էլ նայեն իրանց քարտի պարունակությունը ու սկսեն վերահաշվարկել, այդպես թե ինչու է, այսպես եղավ, այդպես մանրակրկիտ, ինչ եք ծախսել, դնեք հաշվիչով հաշվեք այդ ամբողջը հասկանալու համար, թե ուր կորավ այդքան գումարը նաև։ Այդպես ինչ-որ մանրակրկիտ լուծում է պահանջում գումարի հարցում։ Այնտեղ վերցնելու, թեկուզ թե գումար են տալիս ձեզ, սա նույնպես ասում է լավ մանրակրկիտ ուսումնասիրի, հաշվի, նոր վերցրու, հենց այնպես մի վերցրեք գումարը շաբաթ։ Պետք է ոնց որ լավ ուշադրություն դարձնեք այդ պահին։ Նաև սա մանր-մունր հարցեր են, որոնք որ պետք է անեք, միգուցե ինչ-որ փոքր գումար այնտեղ վճարեք, մի փոքր գումար այնտեղ վճարեք, կամ ինչ-որ խնդիրներ են, մանր-մունր ֆինանսական, որոնք որ պետք է կարողանաք լուծել։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ավելի շատ ոնց որ ընտանիքն է, ընտանիքի անդամները կարող են լինել հիվանդ, իրանց պետք է խնամեք, քան դուք։ Միգուցե նաև ուղղակի պարկած եք։ Շաբաթվա ընթացքում կարող է ուղղակի հանգստանաք եւ պարկեք մի քանի օր, ոչինչ չանեք, տանը մնաք։ Զբաղվեք այստեղ, ձեր շուրջ բոլորը ընկերական են, այստեղ նաև առողջությունները հնարավոր է, պարկում եք նաև եւ դες խնամում են եւ զբաղվում եք սոցհարթակներով։ Եթե այդպեսի աշխատանք եք կամ ձեր տնօրենը կարող ասել, եթե հիվանդ ես պարկած ես, ուրեմն տնից աշխատի, այս գործերն արա, նաև կարող է դա լինել։ Դե այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առույցների։
Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը տղամարդ։ Քարտերս ընկավ, մեկը շատ անկյուն տարա, ընկավ։ Այստեղ կարևոր դերում տղամարդը։ Գուցե տան տղամարդն է, ձեր հայրն է, ձեր եղբայրն է, տնօրենն է, գուցե հարցազրույցի եք գնում վայցե տղամարդու մոտ, կամ աջակցություն կաղեք ստանալ որևիցե տղամարդու կողմից։ Այս շաբաթ եթե իհարկե դիմեք, հա, դիմեք իրեն։ Ինչ որ դեր է խաղում։ Նոր ծանոթություն է սա ոմանց համար, մի քիչ տարիքով մեծ մարդու հետ կաղեք, ծանոթանաք, դուք էլ եք մի քիչ մեծ։ Տեսնենք, ինչ է սպասվում առուսներին։ Այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում հնարավոր ինչ-որ մեկը տուն է գալիս, ինչ-որ մեկը գնում է տանից, կամ գնում է հանգստանալու, կամ գնում է գործուղման, միասին եք կաղեք գնում, հյուրեր կաղեք ունենալ այս շաբաթ, մնան ձեր տանը, դուք գնաք, մնաք մեկ շաբաթ ոչ է մեկի տանը, նորություն կլսեք ընտանիքի անդամներից, Սա նաև նոր ինչ-որ մեկ ակնթարթային ծանոթություն է, դրսում կողեք, ծանոթանալ կամ ձեզ հետ փորձեն ծանոթանալ, դե բայց սա կարծես թե այդքան էլ ինչ-որ լուրջ պահեր չեն, որովհետև այդ նման դրսում ծանոթությունը, սանով ոնց որ արագ ծանոթություն է, արագ բաժանում այդպես։ Միգուցե նաև իրար հետո հավանում եք, մի քիչ երկարում է, բայց ոնց որ այդ շաբաթը ոնց որ ինքը կարճ կտևի, կզգաք, որ ոնց եկավ, այտենց գնաց։ Դա այդ մարդը։ Գործերը նաև, հա, հարաբերությունները նաև առաջ կգնան։ Թեկուզ եթե նոր ծանոթանաք, ծանոթացել եք արդեն որ նախորդ շաբաթ, այս շաբաթ ձեր հարաբերությունները առաջ կգնան եւ կարող է շատ արագ առաջ գնան, դուք եք զարմանաք, որ դարձեք իրար այդպես շատ հարազատ մարդ։ Ուրիշ ձև եք արդեն իրար հետ խոսում, մի տեսակ։ Այդ տարբերությունը կնկատեք։ Եվ աշխատանքի հետ կապված բավականին այստեղ անհանգստությունը նաև կարող է մարդիկ լինեն գորգռում են, բորբոքված են, միգուցե տնօրենն է այստեղ ձեր եւ տնօրենի հետ եք վիճում, նաև ուղղակի լարված եք, անհանգստություն կա աշխատանքի հետ կապված, միգուցե աշխատանքի վայրում է լարվածություն ստեղծվում կամ այդ տղամարդն է լարվածություն ստեղծում, միգուցե նոր տնօրենն է եկել, նոր մենեջեր է եկել եւ իրան իբրա դրելա, չգիտեմ, ունտեղը եւ լարվածություն է պահում աշխատանքի վայրում։ Անհանգստություն նաեւ կա ոմանց մոտ, եթե բիզնես ունեք, կարող է բիզնեսի հետ է կապված անհանգստությունը, աշխատանքի գնում եք աշխատանքի դիմում եք բոլոր տեղերը կամ ձեր տարիքն են ցույց տալիս կամ ինչ-որ մի բան եւ այդտեղ էլի եւս բորբոքվում եք։ Դա ինչ-որ մի բան է, ոնց որ աշխատանքի մասին մարդը նաեւ կարող է ասենց կատաղած խոսալ, այսպես է, ինչ-որ ընտանիքի անդամների հետ։ Ոնց որ պատմի եւ ինչ-որ բան աշխատանքի վայրում տեղի ունենա, գա այդպես բորբոքված պատմի։ Գա շաբաթ ուղակի ձեզ նյարդայնացնի ամեն ինչը, ինչ որ ասի ձեր տնօրենը, ինչ որ այնտեղ կատարվի, նյարդայնացած գաք տուն եւ սկսեք պատմել բոլորի ինչա կատարվում։ Կամ ուղղակի դուք ինքնդ եք անհանգստանում։ Այդտեղ անհանգստանալու կարիք չկա, ընդհանրապես այս քարտը, հա, այս ցույց է տալիս, եթե մարդը անհանգստանում է, ապա այստեղ պետք է հասկանա, որ լուսավոր կետ կա եւ այս լուսավոր կետը բացվում է իր առջեւ եւ անհանգստանալու ոչ մի կարիք չկա։ Գումարային առումով այստեղ գումարը կամ դուք եք տալիս ոչ աղջիկա կամ ոչ աղջիկ է գումար տալիս ձեզ, պարտքով եք տալիս, խոսքով, ինչ որ հարցեր են, կողոտ անվարձ եք տալիս, ինչ որ բան եք վճարում, մեծ աղջիկա է, աղջիկ է, կարող է կին է լինել նաև, կարող ձեր տանտերն է, ձեր տնօրենն է, մենեջերն է, կանչում է, գումար է տալիս եւ տեսնում եք, որ օրինակ գումարային առումով ինչ որ չնչին կարող ինչ որ բան է եւ այստեղ աշխատանքի մեջ բորբոքվում եք, որ այսքան աշխատել եմ, ոնց որ քիչ են հաշվել եւ այլն, շատ բան կարող է լինել։
Իսկ առողջության հետ կապված հա կարող է ոնց որ վերցնեք սպրավկա, հա, ոնց է հայերեն։ Ու գնաք դեղատոմս գնելու, գնաք բժշկի կամ անալիզներ հանձնեք, անալիզների պատասխանները ստանաք։ Ինչ որ թուղթ է, որ գնում եք կամ դեղ եք գնում, կամ անալիզների հանձնում կամ պատասխան եք ստանում։ Ինչ որ տեղեկատվություն կարող եք, ինչ որ միտեղ կարող եք գրանցվել, պայմանագիր կնքել կամ գրանցվել, կարող դա լինել նաև սպորտ, կարող լինել մեկ այլ տեղ ինչ որտեղից կարող եք մշտապես օրինակ ստանալ առողջությանը վերաբերվող ոչ թե տեղեկատվություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 10-ից 16-ը։ Առողջությունն է կարևոր։ Առողջությունը, ընտանեկան կյանքը, ընտանեկան հարաբերությունները, ծնողի հետ հարաբերությունները, ծնողին ավելի շատ ուշադրություն կդարձնեք։ Նաև սա վիրահատություն կարող է լինել, գործ եք կարող է դրել ընտանեկան, ոչ թե գործեր են, ընտանիքն է վերամիավորվում, ընտանիք եք կազմում, դուք կամ ձեր ընտանիքի անդամները, որոշում եք այս շաբաթ ավելի առողջ սնվել, հետևում եք ավելի շատ ձեր առողջությանը։ Տեսնենք ինչ է սպասվում կույսերին։ Այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ կարող եք ընտանիքով նաև տեղափոխվել մեկ այլ երկրում ապրել, կամ դրսից ոչ թե նորություն լսեք, ինչ որ տեղեկատվություն լսեք, ինչ որ մեկի մասին, հարազատների, կամ ընտանիքի անդամներից մեկն է գնում այստեղ, գնում է հեռու, կամ գնում եք հանգստանալու ուղղակի այս շաբաթը, որոշել եք գնալ հանգստանալու։ Ձեր ցանկությունները կիրականանան, կամ ինչ-որ մեկի հետ ծանոթանալու հետ կապված, կամ ընտանիքում, հա, ոչ թե շատ կարևոր մի բան տեղի կունենա, որը եւս էլի, հա, կապված է ձեր ցանկության հետ։ Եվ աշխատանքի հետ կապված, այդտեղ ավելի շատ ընտանիքով տեսնում մոտար երկրում, կամ այնտեղի հարցեր եք լուծում մոտար երկրի, կամ ընտանիքին եք տանում մոտար երկիր, ծնողներին եք տանում մոտար երկիր, ինչ որ հարցեր կան այստեղ նաև։ Հյուրեր եք ունենում, մեկ շաբաթ կմնան ձեր տանը։ Աշխատանքի հետ կապված այստեղ պետք է մի քիչ խորամանկություն ցուցաբերել, որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Նաև սա կարող խորամանկ մարդիկ կան ձեր աշխատանքի վայրում, ովքեր որ փորձում են ձեր տակը փորել։ Այնպես որ եւս պետք է այստեղ ուշադիր լինեք։ Կամ խորամանկորեն պետք է օրինակ եթե բիզնես ունեք, եթե հա աշխատանք եք փնտրում կամ ուզում եք բարձրանալ աշխատանքում, ապա եւս խորամանկ քայլեր են պետք անել։ Այս պահին հնարավոր է ինչ-որ մի գործ եք դրել, ինչ-որ մի բաներ եք անում, բայց դանդաղ է ընթանում, ոչինչ, միշտ ապեք, ամեն ինչը իր ժամանակին կլինի։ Ուղղակի միշտ ապեք։ Ճիշտ է, քայլերը արեք, բայց ամեն ինչ հաշվարկված։ Որ մարդը կարողանում է յուրաքանչյուր բանի տակից դուրս գալ, հա, այս քարտով, այսինքն եթե բիզնեսում խնդիր կա, ապա կկարողանաք այդ խնդիրը լուծել, եթե ինչ-որ միտեղ խնդիր կա, աշխատանքի վայրում կկարողանաք եւս այդպես խորամանկորեն հարթել դա։ Գումարը կարող է գալ, գումար կգա, գումար նաև կարող եք ուղարկել դուք։ Նաև գործուղումից գումար ունենալ, հաղթել, հա, այդպես ստանալ։ Նաև նորություն կարող եք լսել գումարի մասին, եթե օրինակ վարկ եք ուզում ձևակերպել կամ ինչ-որ մեկին եք դիմել պարտքի համար, ինչ-որ տեղեկատվություն հստակ կունենաք, կգա։ Ձեզ պատասխանը կստանաք։ Տալիս եմ ոնց որ թե չեմ։ Նաև հյուրեր կարող են գալ, որոնց վրա գումար կծախսեք, որպեսզի իրենց տեղավորեք, կամ նաև դուք կգնաք հյուր, դրա վրա գումար կծախսեք, ճանապարհներին կարող եք գումար ծախսել։
Իսկ առողջության հետ կապված պետք է ուշադրություն դարձնեք ձայնալարերին, գուցե սառիճը շատ եք խմում, հա, ձայնալարեր, կոկորդ, հազ, նաև ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ բուժման նպատակով, և նաև դա փոփոխություն օրգանիզմում նաև, սա ինչ-որ կարող է հորմոնալ փոփոխություն է, ինչ-որ մի բան է փոխվում օրգանիզմում, նյութափոխանակությունը և այլն, մի քիչ պետք է ուշադրություն դարձնել ևս, հա, գլխավոր թեման ձեզ մոտ առողջությունն էր, որ պետք է հետևեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը խորամանկությունն է, կամ այստեղ խաբեություն է, ուշադրություն դարձրեք, կամ դուք պետք է լինեք խորամանկ, որպեսզի կարողանաք որոշ հարցեր այդ օրը լուծել, շատ ավելի ճիշտ ձևով, ոնց որ դուք եք ուզում, հա, կամ պետք է ուշադիր լինեք, որտեղ ձեր շրջապատում լիքը մարդիկ կան, ովքեր որ խորամանկություն կանեն։ Դա կարող է լինել աշխատանքի վայրում, դա կարող է լինել յուրաքանչյուր տեղ։ Դե սա մարդը ավելի աշխուժ է լինում և կարողանում է ամեն ինչի տակից դուրս գալ, այդպես էլի կարող է լինել։ Ինչ է սպասվում կշարքներին։ Անձնական հարաբերություններում կարող ծանոթանալ 6-1-ի հետ, որ այդպես արջուկի նման է, կամ ինքը ֆիզիոնոմիայով այդպես առնական, այդպես կամ կին է կամ տղամարդ է, կինը կարող է լինել նաև մի փոքր այստեղ, եթե հաշվի առնենք, ավելի կոպիտ կարող է լինել նաև տղամարդու նման, հավանաբար տղավարի sense, իսկ տղամարդը այսպես ոնց որ կարող եք հենվել, նաև ձեր ամուսինը, եթե ամուսնացած եք, ևս այս շաբաթ կզգաք, որ տեսակ ավելի ուժեղ հենարան ունեք և կարող եք մի քիչ ձեզ ավելի թույլ զգալ։ Ընդհանրապես հիմա աղջիկները ավելի են իրար դրել տղու տեղ, բայց ճիշտ է, որ թույլ տան, որ տղան իրանց հենարանը լինի, ոչ թե իրանք տղու համար հենարան լինեն։ Որ ասում են ամուսնանում են, բայց իրանք իրանց գլխում են, ինչ եք ամուսնանում։ Այնա ձեր համար գնացեք առանց պատասխանատվության, դուք ձեր բիզնեսով զբաղվեք, մեկին էլ կպցրեք կողքից, թող հավելյալ լինի։ Եթե տղամարդը պետք է հենվի կնոջ վրա, դա ընտանիք չի։ Բացարձակապես ընտանիք չի։ Ով ինչ ուզում է մտածի, հոգեբանորեն դա ճիշտ չէ։ Մնացածը ուղղակի մեր հայ կանայք, չգիտես ինչի դարել են տղա։ Ուզում են, որ իրանց ամուսիններն էլ հենվեն իրանց վրա։ Ինչ ամուսին էլ։ Ինչ ամուսին։ Այդտեղ էլ ամուսին չկա։ Եթե ամեն ինչ դու ես անում, ուրեմն ամուսին չկա էլ։ Իմաստը։ Չեմ հասկանում։ Նաև դե կարող եք իրոք ծանոթանալ նման ոչ մեկի հետ, ինչ որ մարդ լինի, որ ձեր ընտանիքին աջակցի, օգնի, եթե կարիքը կլինի ձեր ընտանիքի անդամները նաև ձեզ այս շաբաթ ավելի շատ մեծ աջակցություն կցուցաբերեն, կզգաք, հա, իրենց ուժը, իրենցից կարող եք խորհուրդ նաև հարցնել, պատասխանները, հա, ոնց որ ձեզ կգոհացնեն, ձեր հարցին լուծումներ կտաք։ Սա նաև ավելի ամուր ընտանիք է, ավելի ամուր է այս շաբաթ լինելու, ոնց որ ընտանիքը կզգաք, որ եթե ինչ-որ մի ձևով ինչ-որ կասկածներ ունեք, ապա այստեղ ամրությունը կզգաք ընտանիքի, մեկը մյուսին ոնց որ աջակցությամբ ու հենվելով։ Աշխատանքի հետ կապված սա ոչ անակնկալ կարող է տեղ ունենալ, ոմանց կարող են կանչել աշխատանքի այդպես զարմանալիորեն, նաև աշխատանքի վայրում կարող առիթ է կամ որոշում են բոլորիդ նվիրել, ինչ որ բաներ նվիրել, եթե կարող է ինչ որ տարեդարձ է աշխատանքի վայրում։ Նաև
Ինչ որ մեկը կարող է սիրո խոստովանություն անել ձեզ, ասի իր զգացմունքների մասին, կոլեկտիվը ավելի լավը կլինի։ Մեկը մյուսի հանդեպ ավելի լավը կլինեն։ Ոնց որ ուրախ պահեր շատ կունենանք։ Նաև սա զարգացում է ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, այն ինչով որ դուք զբաղվում եք, այսպես առաջ կգնա կզարգանա։ Կարող եք այսպես խորամանկորեն ամեն ինչ, առաջ տանել, այն ինչ որ դուք ուզում եք։ Գումարի մասին կարող եք քննարկել, խոսել, այստեղ զգուշեղեք, կարող են ձեզ այնց գումար որոշել վերցնել, արդեն Աստված գիտի, կտան թե չեն տա։ Այդտեղ պետք է ուշադիր լինեք։ Դուք ուղղակի կարող եք քննարկում եք ինչ-որ խորամանկորեն, այստեղ ինչ-որ մեկի հետ եք կարող է բանակցություններ վարում եւ ցույց եք տալիս, ձեր հմտությունները, որ կարող եք ամեն ինչ անել։ Դա նաև ուղղակի ինչ-որ մի բան կարող է ուզում եք գնել եւ ընտանիքով նստած վերլուծում եք, արժե արդյոք գնել կամ այսքան գումար ծախսել, թե ոչ, պետք է արդյոք ծախսել, թե ոչ։ Նաև անհանգստություն է սա, ինչ որ չափով նաև ֆինանսական անհանգստություն է, անհանգստանում եք ձեր ֆինանսական վիճակի մասին։ Իսկ առողջության հետ կապված պետք է ուշադրություն դարձնեք կոկորդին, ձայնալարերին, գուցե շոկ է, շատ եք ջուր խմում, սառը ջուր եք խմում եւ հետո կարող եք ձեզ ուղակի վատը զգալ, կոկորդը հազ, նաև ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ բուժման նպատակով։ Մեկ այլ քաղաք դա կարող է լինել, մեկ այլ երկիր կարող է լինել, որպեսզի բուժվեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը ուսումն է։ Կամ ուսմամբ կզբաղվեք, կամ երեխաների ուսմամբ, գուցե ուսման հետ կապված առևտրի, այդպես նման հարցերով կարող եք զբաղվել։ Կամ դուք ձեր ուսման հարցերով զբաղվեք, ընդունվում եք ինչ-որ միտեղ սովորելու պարտադիր չի դա լինի ինստիտուտ, կարող է բարձր տարիքի երեխաներ են նայում, որը դա այդքան էլ հաճելի չէ։ Կամ ինստիտուտն է սա, ինստիտուտ եք ընդունվում, այդ հարցերով եք զբաղվում։ Կամ կարճ կուրսեր են, որոնցով եւս էլի զբաղվում եք։ Նաև սա գաղտնիք է, որը կբացահայտվի, ոմանք ունեն այստեղ դեսպանատանը, նոտարում, ոչ կարևոր հարցեր, որոնցով այդպես պետք է գնաք, ստորագրեք, նաև շատ կարևոր փաստաթղթեր են սրանք։ Տեսնենք ինչ ոլորտում է սա։ Ինչ է սպասվում կարիճներին։ Այստեղ ընտանեկան կյանքն է, այստեղ կարող գաղտնիք բացահայտվել, պետք է մինչև լիարժեք հասկանալ ճիշտ է արդյոք այդ գաղտնիքը թե ոչ, նոր հետո ինչ որ հարցին լուծում տալ, որտեղ կարող է նաև սխալ լինել այստեղ։ Կտրուկ քայլ ոմանք կարող են անել, կտրուկ որոշում կարող եք կայացնել, դա կարող է լինել կտրուկ բաժանում, կտրուկ միացում, իրար հետ ապրել կամ ընտանիքով ինչ որ կտրուկ որոշում եք կայացնում, վերջ գնում ենք դեսպանատուն, գնում ենք օտար երկիր, գնում ենք սա անելու, ինչ որ բան է, որ կտրուկ որոշում է։ Նույնիսկ պետք է ուշադիր լինեք, որտեղ այս քարտով սովորաբար հետո փոշմանում են։ Որտեղ շատ արագ են որոշում, շատ արագ են անում այդ քայլը, իսկ հետո արդեն փոշմանում են իրենց արածի ու ասացի համար։ Թեկուզ եթե բաժանում, թեկուզ եթե ինչ-որ խոսակցություններ տանը, որ կտրուկ էլի որոշում կկայացնեք, եւս էլի դա կարող եք փոշմանել։ Եթե նա գաղտնիք բացահայտվի եւ որոշեք կտրուկ քայլ անել, դա եւս էլի սխալ է դիտարկվում այս քարտով։ Վերլուծեք նոր հետո։ Երկար մտածեք։ Այդտեղ կարող ընտանիքի անդամներից ոչ մեկը վիրահատություն է անում։
Նաև ուշադիր եղեք տանը աշխատելուց, միգուցե տան գործեր եք անում ու բորկա եք անում, միգուցե վերանորոգում եք անում, հա, եւս էլի ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք։ Աշխատանքում հաջողություն ունեք այստեղ։ Հիանալի է սա, նշանակում է հաջողությամբ ընդունվել աշխատանքի, նոր դռներ բացվի, ձեր բիզնեսն է ծաղկում, եթե բիզնեսով եք զբաղվում, կամ իրոք շատ այնպեսի մի հաջողակ աշխատանք եք գտնում, որ առաջ է տանում ձեզ։ Կարող է լինել նաև պաշտոն, կամ ինչ-որ շատ կարևոր մի բան է, սա, որ առաջ է գցում ձեզ։ Դե նոր հնարավորություն է այստեղ, նաև չի բացառվում, որ ոմանք ուղղակի որոշեն դուրս գալ աշխատանքից։ Այսինքն այստեղ փակել այդ դուռը, կամ չանել այլևս այդ բիզնեսը։ Որտեվ այն ինչ-որ մի բան ձեզ դուր չի գա եւ ոնց որ արդեն կավարտեք դա, վերջ կտակ։ Բանալին ձեր ձեռքում է, կարող եք նաեւ փակել այդ դուռը, որը պետք չի ձեզ։ Գումարային առումով այստեղ գումար կստանաք կամ գումար եք ուղարկելու։ Նաեւ ձեր գործերը առաջ տանելու համար գումար կարող եք ծախսել։ Պետք լինի գումար, գնաք վարկ վերցնեք, օրինակ, հա, ձեր գործերը առաջ տանելու համար։ Գումար կարող եք ծախսել, եթե գնում եք հանգստանալու, այդ հանգստանալու վրա, կարող եք գումար ծախսել տրանսպորտի վրա, փչանա կամ, հա, ինչ-որ փչացել եք կամ ինչ-որ մի բան է, որը եւս էլի պետք է, հա, մեքենայի համար կամ բուն հենց մեքենա եք գնում, մոտո եք գնում եւ այլն, այն ինչ որ պետք է։ Արագ գնում է, խոսքով։ Իսկ առողջության հետ կապված այստեղ կարծես թե ինչ-որ մի բան եք որոշել եք առաջ տանել, որոշել եք վերջ գնում եմ վիրահատ եմ, ի վերջո գնում եմ բժշկի մոտ, հասկանամ սա ինչ է։ Հա, ինչ-որ ուղի եք ընտրելու այս շաբաթ, կամ վերջ գնում եմ սպորտով զբաղվեմ, ուտելիքս փոխում եմ, ինչ-որ բան է այստեղ, որ ուղի կընտրեք, կասեք սա եմ ուզում անել առողջության հետ կապված։ Այստեղ հստակ խնդիր չկա, կամ եթե խնդիրը կար, միշտ հետաձգում եք, այս շաբաթ կարող եք հենց կոնկրետ արդեն որոշել, որ գնաք օրինակ բժշկի։ Վերջ կարելի է ոնց որ արդեն մի քիչ շատ անհանգստացնում արդեն պետք է գնալ հետևել առողջությանը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը շփումն է, շփում, անհանգստություն, կարող եք նաև շատ հանդիպումներ ունենալ եւ խոսել այդպես մարդկանց հետ, տարբեր մարդկանց հանդիպեք, տարբեր պես քննարկեք, խոսեք, վերհիշեք անցյալը, ներկան, այդպես։ Դե տեսնենք ինչից է գալիս, նաև ինչ որ չափով անհանգստություն է սա, լարվածություն է։ Տեսնենք ինչից է լարված։ Ինչ է սպասվում աղեղնավորներին։ Դե, վատը չէ, ուղղակի այստեղ կարող քննարկում եք ուղղակի երկերեսանիների ասածները, կամ այստեղ կարող է նոր ծանոթություն է եւ շատ եք խոսում, շատ եք շփվում։ Նա իրար շատ եք գրում։ Շատ սեր կստանաք ընտանիքից, երեխաներից, հարազատներից։ Նաև սա կարող է ավելի շատ գեղեցիկ լինել այս շաբաթ եւ ավելի հենց իրոք ուշադրության կենտրոնում լինել բոլորի կողմից։ Լինի դա ամուսնացած եք, թե ոչ, դա կապ չունի, ուշադրության կենտրոնում լինելը, որ մարդը ամուսնանում է, դա չի նշանակում, որ պետք է վերջ կենտրոնից դուրս գամ։ Նոր սեր, ձեր սիրելիները կարող են վերադառնալ։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ երկերեսանի մարդիկ կան, մի փոքր զգույշ պետք է լինեք իրենց հետ, ամեն ինչ մի կիսվեք, ամեն ինչ մի ասեք, որովհետև կարող են տարածել, այստեղ կարող է գան, խոսեն ձեզ հետ, հետո գնան
մնացած տեղերում սկսեմ բամբասել։ Այնպես որ այստեղ մի կիսվեք, նաև շատ մի պատմեք, շատ մի ասեք, միգուցե ձեր մասնագիտության մասին պետք է չասեք, ձեր անձնականից մի խոսեք, հատկապես եթե նոր եք ոչ այդտեղ մտել աշխատանքի։ Գումարը դա կարող եք ծախսել ընտանիքի վրա, ամուսինը սկսի տուն գումար բերել կամ դուք տունը գումար տանեք, մի խոսքով, կամ կինը կամ տղամարդը սկսեն գումար տանել տուն, սա պայմանագիր է նաև ֆինանսական, գուցե վարկեք վերցնում, գուցե մեկ այլ հարց է։ Նաև դա գումարը գալիս է ինչ-որ մի բանից, ոնց որ հստակ գիտեք ամեն ամիս այնտեղից, ինչ-որ գումարներ է գալիս եւ այդպես կարող եք գումար նաև ստանալ։ Հստակ պայմանավորված է ինչ-որ բան, որը որ օրինակ երեխայի ամսական գումարը այդպես եւ կարող եք այս օրերին եւս գումար ստանալ։ Գումար եք ծախսում նաև այդպես կարող դուք եք ուղարկում երեխայի կարող ալիմենտը եւ ամեն ամիս այդպես տալիս եք։ Այս շաբաթվա ընթացքում եւս էլի պետք է տաք։ Եվ առողջության հետ կապված ոչ է ուղիղ ընտրեք։ Այդտեղ ուշադիր եղեք չկորցնեք, ձեր հեղինակությունը աշխատանքի վայրում է, ովքեր որ աշխատում են։ Նաև եթե բիզնես եք վարում, որպես ղեկավար, ոնց որ ձեր դիրքը։ Որ չէ ուղիղ ընտրեք, որ վերջապես գնում եմ բժշկի, գնում անալիզ հանձնեմ, վերջապես հետևում եմ ինձ, վերջապես ինչ որ մի բան է, որ առողջության հետ կապված, գնում եմ սպորտի, սկսում եմ ուրիշ ձև սնվել, այդպես։ Գնում եմ քայլելու, ինչ որ ուղիղ ընտրեք, ձեր առողջությունը լավացնելու կամ պահպանելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, շաբաթ եմ մաղթում նեցեք։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 10-ից 16-ը։ Կարևոր դիրքում տղամարդն է, կամ ձեր տնօրենն է, ձեր ամուսինն է, նոր ծանոթություն է միգուցե ոմանց համար։ Տեսնենք, միգուցե ցույց տամ։ Ինչ որ մեկնում դասեր եք տալու կամ դուք եք իրենից սովորելու, կամ հոգեբան եք, ինչ որ մասնագետ եք գնում եք մոտը եւ ոնց որ այս շաբաթ անընդհատ պետք է այցելեք տվյալ մարդուն։ Տեսնենք ինչ է սպասվում այդ եղջյուրներին։ Այստեղ հենց սա է, ցույց տալի կամ մասնագետ է, որը ձեր տանը, տան անդամներին կամ ինչ որ հարցում ձեզ կաջակցի կօգնի։ Նաև սա նոր ծանոթություն է, առնական կամ տղամարդ է կամ կին է, այնպես տղամարդը նոման։ Նաև դա ինչ որ մեկն է, ով իրոք եթե հարկ կա, ապա ձեզ անպայման կաջակցեն։ Կենտրոնում տղամարդն է, կենտրոնում այն մեկն է, որ ձեզ կաջակցի այս շաբաթը, ոնց որ գիտեք, որ կարող եք հենվել այդ մարդու վրա, սա ամուր հիմք է ընտանեկան, ամուր ընտանիք է նաև, ամուր հարաբերություններ են, ուժ կգտնեք պահպանելու նաև ձեր հարաբերությունները, եթե խնդիրներ կան հարաբերություններում։ Եվ աշխատանքի վայրում շատիր եղեք, այստեղ վեճ է, կամ կարող եք վիճել տնօրենի հետ, մենեջերի հետ, աշխատողներից ոչ մեկի հետ, նաև սա կարող է գնում եք աշխատանք փնտրելու, իրենց այդպես խնդիրներ են ստեղծում եւ վիճում եք։ Կարող չեք աշխատում դեռ բիզնեսի հետ կապված եւս, այստեղ ուշադիր եղեք, կարող եք վիճել աշխատողների հետ, եթե ունեք։ Նաև սա մաքրելը, կարող է մաքրություն անեք ձեր աշխատանքի վայրը, եթե նման ունեք տեղ, ապա կարող եք մաքրություն կատարել։ Իսկ գումարային առումով այստեղ գումարը կարող եք ծախսել տան վրա, տուն գնել կամ նաև տուն վաճառել, այդպես գումար գա։ Ընտանիքի անդամներից մեկը կարող է մտնել աշխատանքի, ինքը տուն գումար բերի։
Նաև գումար կարող ծախսել տան ապրանքների վրա։ Գնեք, հա, ինչ որ կարևոր, միգուցե կենցաղային տեխնիկա է, միգուցե ինչ որ մի բան է։ Ընտանիքի անդամների վրա գումար ծախսեք, միգուցե երեխա ունեք, ով որ գնալու է դպրոց եւ իր վրա գումար ծախսեք։ Նաև գումարել է գալիս, օրինակ եթե տուն ունեք, տալիս եք վարձով, այդպես նաև այդպես է կա գումար եկա, ոնց որ տանից եկածով գումար է կամ միգուցե նման գործ եք անում, որ տան բիզնես եք անում, այդպես եւ այդտեղից է գալիս գումարը։ Եվ առողջության հետ կապված սա կոնկրետ հիվանդանոց է, ոմանք կարող են հիվանդանոց պարկել այս մեկ շաբաթը կամ թեկուզ մեկ օր կամ գնաք զննեն ձեզ։ Սա հենց բուժ հաստատությունն է ցույց տալիս, որ պարտադիր պետք է գնալ այս շաբաթ, հա, կարիքը կլինի կամ այսպես թե այնպես, ոնց որ պետք է մարդը անպայման գնա, սա հենց դա է ցույց տալիս։ Ինչ որ մի բանի վրա ֆիքսված կլինեք, հա, օրինակ ոնց որ ինչ-որ մի տեղ ցավում է, դրա վրա ֆիքսված կլինեք եւ կուզենաք անպայման գնալ հենց դա ոնց որ ստուգել։ Ինչ որ մի բանը կարող կասկածում եք։ Այնտեղ հնարավոր է նաեւ կամ աշխատանքից է օրինակ մարդիկ կան, որ շատ նստած են, մեջքն է ցավում, եթե տղամարդ է եւս էլի, հա, այնտեղ մեջքի հատվածում այնտեղ գրիժաներ են լինում, թարախներ են լինում, կախված է ոնց որ մարդը աշխատանքի բերումով կարող է լինել նաև, որ առողջությանը պետք է հետևեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը էմոցիաներն են։ Էմոցիաները նաև մայրը։ Այստեղ կամ մայրիկի հետ եք շատ լինելու, կամ մայրիկին մասին եք մտածելու, կամ ինչ որ էմոցիաներ են, որոնք որ հիմա միգուցե ցույց տա թե որ ոլորտից է գալիս այդ էմոցիաները։ Ոմանց մոտ նաև կարող է ռոմանտիկ պահել լինեն այս շաբաթ, ռոմանտիկ շփումներ լինեն, նոր ծանոթություններ լինեն։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին։ Միգուցե սա պարզ լինի, ինչ որ մի բան ոնց որ մութ է, նայեք, այստեղ բացահայտվում է ինչ որ մի բան ձեզ համար։ Անձնական հարաբերություններում այստեղ ոչ է գաղտնիք է բացահայտվում, դա գաղտնիքը կարող է լինել հակառակ սիրո արտահայտությունն, դա եւս որպես գաղտնիք կամ հա ընտանիքի անդամներից մեկի մասին ինչ որ մի բան իմանաք։ Դա կարող է ձեզ բերել էմոցիաների։ Նաև այստեղ կարող ավելի էմոցիոնալ եք, որովհետև պետք է զբաղվեք այդ ուսման հետ կապված հարցերով եւ ձեր եւ երեխաների, շատ խառն եք, միգուցե առաջին դասան է գնում երեխան։ Նաև ձեր, հա, կարող է երեխա չունեք, ձեր ուսման հետ է կապված։ Միգուցե նաև աշխատանքի բերումով պետք է գնաք, ինչ-որ բաներ հավելյալ սովորեք։ Դա նաև ընտանիքով այստեղ կարող է կամ ոմանք զաքսավորվում են, կամ շատ կարևոր կենտրոն եք գնում, շատ կարևոր այստեղ կարող է նաև լինել մանկատուն, կարող է լինել նաև ինչ-որ մի շատ նաև դեսպանատուն, ինչ-որ մի կարևոր բան է այստեղ, որ կարող եք ստորագրել նաև ընտանիքով։ Եվ աշխատանքին լուրջ չեք վերաբերվում այս շաբաթ, ավելի շատ խաղով եք զբաղված, հա, ոնց որ դե աշխատանքը կա, պարտադիր չի շատ այդպես լրջություն մեջ է, հա, այս շաբաթ ավելի թեթև կնայեք ամեն ինչին։ Թե ձեր բիզնեսին, դե նայեք, որ խնդիրներ չառաջանա։ Նաև սա մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է տեղ ունենում, կամ աշխատանք են ընդունում, կամ աշխատանքի մեջ բարձրացում կարող է լինել եւ շատ անսպասելի, հա, ձեզ համար շատ է դա անակնկալ, դե համար կարող է էմոցիոնալ լինել, սա երկուսն էլ նշանակում է
մեկ ակնթարթ ինչ-որ մի բանը, սա կարող է երկու տարբեր բաներ նշանակել, եւ լավը եւ վատը։ Այդտեղ չեմ կարող միայն լավը ասել։ Եվ նաև դա է, որ ոնց որ աշխատանքը մարդը լուրջ չի վերաբերվում։ Դրա համար էլ կարող է նաև, հա, եթե խնդիրներ լինեն, խնդիրներ դրանից կամ գումարը կամ դուք եք փոխանցելու կամ գումար եք ստանալու այս շաբաթվա ընթացքում։ Փոփոխություն է լինում ձեր ֆինանսական վիճակում։ Այստեղ ամեն ինչը կախված է աշխատանքից։ Եթե օրինակ դուք ձեզանով եք աշխատում, տունը նստած պատվերներ եք անում, հա, ինչքան ուշան եք պատվերները, այնքան գումար չեք ունենա, չէ՞։ Դա է։ Փոփոխությունը տեղի ունենում։ Ինչքան շատ աշխատեք, հավեսով անեք ամեն ինչ, այնքան ավելի շատ գումար կստանաք, գումար կվաստակեք։ Ոնց որ ամեն ինչը ձեզանից է նաև կախված։ Ֆինանսական փոփոխությունը թե որ ուղղությամբ կգնա, լավ թե վատ։ Դա նաև կարող է ճանապարհի վրա եք գումար ծախսում, ճանապարհածախսեր, նաև դա կարող է լինել կամ հա գնում եք հանգստանալու կամ տանից տուն եք տեղափոխվում, դրա վրա եք գումար ծախսում այդ ճանապարհների համար, տրանսպորտի համար ավելի շատ։ Եվ առողջությանը պետք է անպայման հետևեք։ Պարտադիր պետք է հետևեք, այս քարտը նաև ցույց է տալիս, որ կարող է առողջության հետ կապված ինչ-որ մի բան գնալ եւ նորը գա, ոնց որ կամ ոնց որ ասում եմ, նորը գա, այլ ոնց որ ինչ-որ մի բանը ձեզ խանգարում է, դա հեռացնում եք, հա, եւ ոնց որ ավելի նորովի եք սկսում ապրել։ Այ օրինակ, ինչ ասեմ, ինչ-որ միտեղ միս կա, այդ միսը խանգարում է ինչ-որ գործունեությանը եւ գնում եք հանում եք եւ հիմա արդեն ուրիշ ձև եք։ Եվ այլն, յուրաքանչյուր բան։ Ծնկների հետ կապված խնդիրներ կա, չեք կարող քայլել, որպեսզի ավելի լավ աշխատեք, հա, կամ շատ երկար նստեք, որ ավելի լավ աշխատեք, հա, դա նշանակում է, որ գնում եք ծնկները բուժում եք եւ արդեն գալիս է ձեզ համար նոր կյանք, հա, ինչ-որ մի բանը պետք է գնա ձեզանից։ Առողջության հետ կապված դուք պետք է անեք, որտեղ սա առողջությունն է եւ ինքն իրանով ոչինչ չի կարող գնալ։ Եթե օրինակ առողջ եք սնվում, ապա կարող եք նկատել, որ այս շաբաթ, հա, ինչ-որ մի խնդիր ձեզ մոտ որ արկա է, օրինակ, հա, անընդհատ գլխացավեր կամ ինչ-որ մի բան է, որ դա գնաց։ Եվ արդեն գալիս է նորովի կյանք, թարմ, առանց գլխացավի, հա, առանց ոչ մի բանի կյանք։ Բայց սա նաև վերաբերում է պարտադիր պետք է ուշադրություն դարձնել առողջությանը, սա ինքը իրանով հենց այնքան էլ շատ այդպես հաճելի քարտ չէ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 10-ից 16-ը։ Ընդհանուր ֆոնը աղջիկ է։ Ինչ որ աղջիկ է, ում հետ կա, ձեր աղջիկան է ցույց տալիս մենեջերին, ինչ-որ մի աղջիկ ումից ինչ-որ բաներ կսովորեք, դուք եք սովորեցնելու իրեն այս շաբաթ, կամ ինչ-որ նոր աղջիկ կարող է գալ ընդունվել ձեր աշխատանքի վայրում։ Տեսնենք ով է, միգուցե ցույց տա մնացածը։ Ինչ է սպասվում ձկներին։ Սա նաև նոր ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Այստեղ ընտանիքում շատ կարևոր որոշում եք կայացնելու եւ դա կարող է լինել շատ կտրուկ։ Կամ բաժանում է, կամ միացում է, իրար հետ ապրել է, կամ իրար հետ ընտանիքով ոչ մի բան կորոշեք, գնում եք օրինակ, մեկ այլ երկիր, գնում եք օտար երկիր, գնում եք ինչ-որ մի բան եք որոշում, անեք տունն եք վաճառում, ինչ-որ բան է, որ կարող եք եւ ընտանիքով կտրուկ որոշում կայացնել եւ դուք մենակներդ հակառակ սեռի ներկայացուցչի հետ կապված։ Ինչ էլ որ անեք, սա նշանակում է, որ արագ որոշում է եւ պետք է երկար մտածել, որովհետեւ սրանից հետո միշտ մարդիկ փոշմանում են։
կամ թեկուզ շատ արագ ծանոթություն ոչ մեկի հետ, հետո կամ շատ արագ ոչ թե ծանոթություն, այլ երևա, հա, այդպես մարդկանց, որը որ այս պահին ոնց որ այդքան էլ պետքական չի, հա, այդքան պետք չէր ձեր կյանքում։ Հետո կարող եք փոշմանել, որ այդպես բոլորին ներկայացրել եք ու հետ եք շփվում։ Ընտանիքում կարևոր որոշում կայացնելը եւս երկար մտածեք։ Աշխատանքի հետ կապված ոչի անակնկալներ կան։ Այստեղ կամ ձեր տնօրենն է, որ ոչի անակնկալներ անելու, կամ բիզնեսն է սա զարգանում է, ծաղկում է, առաջ է գնում, ձեր աշխատանքը նույնպես կարող է ծաղկել, առաջ գնալ։ Նաև դա անակնկալ պահեր են։ Գուցե բարձրացնում են ձեր պաշտոնը, գուցե տանում են ձեզ մեկ այլ բաժին, որ իրոք, այսպես երբևիցե չեն խոսացել այդ թեմայով, մեկ էլ հոպ, հա գնում եք արդեն ուրիշ բաժնում աշխատելու։ Ում որոշում եք բիզնես բացել։ Ինչ որ մի բան է, որ ձեզ ուրախություն է բերելու, հա, սա այնպեսի բան չի, որ կտխրեք, հա, այդպես լարվածություն կառաջացնի, չէ, սա ուրախության քարտն է։ Գումար նաև կարող եք ստանալ հասարակական գործունեությունից, կարող ինչ որ առքուվաճառք եք անում, կամ մեկ այլ գործունեություն եք ծավալում, որ մարդկանց հետ է կապված, դա եւս գումար կբերի ձեզ, կամ գումար եք ծախսելու որևիցե առիթի վրա, ծնունդ, կնունկ եւ այլն, այն ինչ որ առիթ եք անում, հարսանիք եք գնում եւ գումար եք տալիս։ Նաեւ սա գումարը կարող եք նաեւ ծախսել, գնում եք կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կան, երեխային տանում եք այգի եւ այնտեղ ոնց որ ստիպված եք լինում շատ գումար ծախսել։ Ինչ որ բան եք գովազդում, ձեր աշխատանքը, դրա վրա կարող եք գումար ծախսել, այստեղ միայն դեռ ծախսելն եմ ասում։ Դե գալը եւս, հա, գալը այստեղ ոնց որ շատ կապ ունի, նաեւ օրինակ ծնունդ է, հարսանիք է այս շաբաթ եւ ավելի շատ գումար է հետ գալիս, քան նախատեսել եք։ Իսկ առողջությունը այստեղ կարծես թե հնից եկած խնդիրներ են, որը բանի տեղ չեք դրել, նորից կարող է վերադառնում է, նորից հիշեցնում է իր մասին։ Նոմար այն ինչ որ կա, արդեն գիտեք, նա ավելի լավ կլինի, որ հետևեք դրան, որպեսզի այս շաբաթ նորից նույն խնդիրները չլինեն։ Կամ անցյալի մեջ եք խորանում եւ սա արդեն դեպրեսիվ վիճակ է։ Եթե հա այսպես կվերհիշեք անցյալը, կվերհիշեք ինչ որ խնդիրներ, ապա այստեղ արդեն դեպրեսիվ վիճակ է։ Հոգնածություն, նաև պետք կլինի, որ անցյալը բաց թողնեք, որովհետև դա ազդում է անմիջապես ձեր առողջության վրա, ձեր տրամադրության վրա, որտեղ անդադ կարող է փոփոխվում է ձեր տրամադրությունը դրա պատճառով, անցյալի հիշելու պատճառով։ Կարող է ինձ առողջության հետ կապված է լինի։ Կարող է ինչ որ մի շռամ է մնացել, ինչ որ մի բան է, որը անդադ ձեզ հիշեցնում է։ Եվ դա գցում է ձեզ դեպրեսիվ վիճակի մեջ։ Ուրախ պահեր ունեք, պետք է ուրախանաք ուղղակի, չպետք է շատ կտրուկ քայլեր անեք, կտրուկ որոշումներ կայացնեք։ Միայն դա է ձեզ մոտ, որ այստեղ կարող եք հետո փոշմանել, հատկապես ընտանեկան հարցերում, անձնական հարաբերություններում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։